Հայաստան դաշինքի պատգամավորների ճեպազրույցը նոր ու պետքա հստակ արձանագրեմ, որ դուք 20 րոպե սիրելի հայրենակիցներ լսեցիք ստով եւ կեղծիքով ողողված տեքստեր, որտեղ Արտուր Խաչատրյանն ապահովեց ճեպազրույցի մանիպուլյացիայի հատվածը, Աննա Գրիգորյանը անգրագիտության։ Նույն բանը ենթադրում եմ մեզանից հետո պատիվ ունեմի դեպքում է տեղի ունենալու։ Հիմա խնդրեմ կարող ենք անցնել հարցերին։ Ես երկու րոպե շուտ է եկել, ափսոս պետքա շուտ գայի, որպեսզի կանխեի դրսևորումները, բայց ինչ որ է, ամեն մարդ խոսում է այնքան, ինչքան որ ցանկանում է, քաղաքական օրակարգից եւ հասկանում է, բնականաբար։ Armenia Today, խնդրեմ։ Շնորհակալություն Armenia Today լրատվական կայք Արաքսա Սնողջան, հարցս երկու պատգամավորներին է ուղղված։ Խնդրում եմ հստակեցնել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ամսի 18-ին մարտի, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելեց Տավուշ եւ խոստացել էր, որ 10 օր հետո վերադառնալու է, քննարկելու որոշ հստակեցումներ տալու բնակիչներին, այդ 10 օրը արդեն դարձել է 1 ամիս, բայց դեռևս չի վերադարձել, արդյոք եւ հիշում եմ, որ մամուլի հաղորդագրության մեջ նույնպես կար հայտարարություն, որ պարբերաբար հանդիպումներ լինելու են, բայց այդպիսիք դեռևս չկան։ Խնդրում եմ հստակեցնել, լինելու են հետագայում հանդիպումներ, թե չէ, սպասվում են տավուշցիների հետ հանդիպումներ։ Եվ երեք այսպիսի հայտարարություն է, ամսի 13-ին այսպիսի հայտարարություն է եղել, Տավուշի թեմի առաջնորդը հայտարարեց, որ իբրև թե սահմանազատման այդ հանձնաժողովի մեջ ներառվելու են նաև տավուշցիները։ Ուզում եմ իմանալ, թե արդյոք այդպիսի մտադրություն կա եւ ինչ սկզբունքով եք Տավուշի բնակիչներին ներառելու սահմանազատման հանձնաժողովի կազմ։ Շնորհակալություն։ Առաջին հարցի հետ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի պատմության մեջ ամենաշատն է քաղաքացիների հետ հանդիպում եւ սրա մասին կարծում եմ ինչ-որ լրացուցիչ մեկնաբանությունների հետազոտությունների կարիք չկա։ Կապված Տավուշի հետ վարչապետը ստանձնել է առաջնորդություն այս գործընթացի գնացել եւ պարզ ուղիղ տեքստով մեր հայրենակիցների հետ Տավուշի խոսել է ամեն ինչի մասին, այն ամեն ինչի մասին, ինչի մասին մեր Տավուշի հայրենակիցները շատ վաղուց գիտեին։ Մենք ուղղակի հիմա գնում ենք արձանագրումների եւ լուծումներ փնտրելու ճանապարհով։ Եվ ձեր հարցը եթե այն մասին է, թե արդյոք քննարկումները ըստ զարգացումների շարունակվելու են, բնականաբար ցանկացած ժամկետ տեսեք խոստացված ժամկետ եկեք չֆիքսվենք որ 10 օրից կամ 7 օրից կամ 15 օրից խոսքը գնացել է process-ին զուգահեռ մեր հայրենակիցների հետ խոսակցությունների մասին ցանկացած զարգացման վերաբերյալ մենք կոմունիկացնում ենք մեր հայրենակիցների հետ այսինքն չի կարող լինել մի իրավիճակ երբ որ մենք առանց խոսակցությունների առաջ շարժվենք եթե այդպիսի իրավիճակ լիներ ձեր նշած վարչապետի հետ հանդիպումներ չել լինի Այդ հանդիպումն ինչի մասին է, այն մասին է, որ մենք մեր ժողովրդով բոլորս միասին, ինչ-որ ստվերային գործընթացներ տեղի չեն ունենում։ Ձեր հարցը իմ մոտ տպավորություն է ստեղծում կամ մարդկանց մոտ, հա, միգուցե տպավորություն է ստեղծում, որ դե ասես 10 օրից կգամ, չեկավ, խաբեց, չեկավ, չէ, ոչ թե խաբեց, չեկավ, այսինքն այդ ընկալումները եկեք դուրս հանենք, հա, մեր մեջից։ Մենք գնում ենք մի գործընթացով, որտեղ բոլորս անխտիր նույն process-ի մեջով ենք անցնելու միասին։ Եվ մենք որպես քաղաքական իշխանություն վարչապետի գլխավորությամբ ամեն ինչ կոմունիկացնելու ենք մեր հայրենակիցների հետ։ Ինչ վերաբերվում է Տավուշի թեմի առաջնորդի մեկնաբանություններին սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ես չգիտեմ որտեղից է ուրեմն նրա մոտ նման տեղեկատվություն ինչպես մի շարք տեղեկատվություններ որոնք տարածվում են մեր հոգեվոր դասի ներկայացուցիչների կողմից ես նաեւ այս առիթը օգտագործելով եւս մեկ անգամ կհորդորեմ որպեսզի տարբեր շրջանակների կողմից այդ թվում նաեւ հոգեվոր դասի մեր ներկայացուցիչների կողմից իրականությունը չհամապատասխանող տեղեկատվություններ չտարածվեն որովհետեւ դա ենթադրաբար ես չէ որ պետք է ասեմ մեղք է շնորհակալություն